Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Շվեյցարիայում է։ Ժնևում նա կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի եւ զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին եւ հանդես կգա ելույթներով։ Միրզոյանի այցը երկօրյա է, ծրագրված են նաեւ երկկողմ հանդիպումներ։ Սևանում 19-ամյա երիտասարդի սպանության գործով 2 անձ 1 ամսով կալանավորվել է։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։ Շաբաթ կեսօրին Սևանի կենտրոնական հրապարակում դանակահարություն էր տեղի ունեցել։ Դանակահարված Արամ Խաչատրյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Սևանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել էր։ Ավելի ուշ պարզվել է, որ նա զինծառայող է։ Ձնամաքրման աշխատանքներից հետո Երևանի փողոցներում մնացած աղի ու ավազի մաքրման աշխատանքները կավարտվեն այս շաբաթ։ Այս մասին հայտարարել է Երևանի աղբահանության եւ սանմաքրման հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։ Նրա խոսքով նախորդ շաբաթ ԵԱՍՄ հիմնարկն օգտագործել է մոտ 70 միավոր տեխնիկա, իսկ վարչական շրջանները տրամադրել են 78 միավոր տրակտոր եւ ինքնաթափ։ Այս պահին մայրաքաղաքում աշխատանքների մոտ 70%-ն իրականացված է, հայտնել է ԵԱՍՄ հիմնարկի տնօրենը։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցություններ տեղի կունենան փետրվարի 26-ին Ժնևում, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարարը։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ հնարավոր է 5 շաբթի Ժնևում հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, նշելով, որ Թեհրանի միջուկային նկրտումների հարցում դեռևս լավ հնարավորություն կա դիվանագիտական լուծման հասնելու։ Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ ունենալով Խաղաղության խորհրդի նիստում հայտարարել է, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում։ Միևնույն ժամանակ նա զգուշացրեց, կարող են նաև շատ վատ բաներ լինել, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։ The New York Times-ը գրել է, որ Թրամփն իր խորհրդականներին հայտնել է, որ եթե դիվանագիտությունը չստիպի Իրանին տեղի տալ իր պահանջներին եւ հրաժարվել միջուկային ծրագրից, առաջիկա ամիսներին նա կդիտարկի շատ ավելի մեծ հարձակում, որի նպատակն է լինելու երկրի առաջնորդներին հեռացնել իշխանությունից։ Ուկրաինայում գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, վիրավորվել մի քանիսը։ Այս մասին այսօր հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։ Օդեսայի մարզում անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, 3-ը վիրավորվել։ Զապորոժիեի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 33-ամյա տղամարդ է զոհվել, եւս մեկը վիրավորվել։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 152 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել երկրի տարածքում։ Աշոտսկի տարածաշրջանում ձյուն է տեղում, Գորիսի տարածաշրջանում եւ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը 100-ից 150 մետր։ Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։